Վերջին զանգ հեռուստասերիալում հարաբերությունները հասնում են կրիտիկական կետի։ Հենրիի անսպասելի անհետանալը հարսանիքի օրը Բագրատին հանգիստ չի տալիս։ Նրա կասկածները, որ Անգելինան Միքոյի դուստրն է, վերջապես վերածվում են փաստի։ Բագրատը գնում է Ավագի տուն և բացում այդ թեման։ Ավագն ու Վիկտորյան մի պահ փորձում են շրջանցել, բայց տրվում են այնուամենայնիվ Բագրատի սադրանքին և խոստովանում ամեն ինչ։ Ասում են, որ տարիներ առաջ Միքոն հրաժարվել է իր իսկ աղջկանից, նրան տալով իրենց։ Իսկ հիմա Անգելինան կրկին տուժում է Միքոյի պատճառով, իսկ Միքոն լուռ հետևում է դստեր դժբախտությանը։ Բագրատը դուրս է գալիս այդ տանից նոր զենքով։ Միքոյի ու Հենդոյի դեմ այս տեղեկությունը նրա ձեռքում կարող է կոտրել ամբողջ շախմատային խաղատախտակը։ Եթե Միքոն մեղադրում էր Աննային, հղի լինելով հանդերձ իր հետ ամուսնանալու մեջ, ապա պարզվում է հենց ինքն էր գաղտնի երեխաներ սփռում աջ ու ձախ, իսկ Միքոն ու Հենդոն փորձում են կանխել հերթական ողբերգությունը։ Նրանք շատ արագ սլանում են օդանավակայան, հույս ունենալով, որ կփորձեն դեռ մի բան փրկել, կփորձեն պահել Հենրիին ու չթողնել, որպեսզի նա հեռանա երկրից, բայց արդյոք չեն ուշանա։ Մինչդեռ Անգելինան տանը կործանված վիճակում նստած է։ Նա սպասում է Հենրիին, ոչ ուտում է, ոչ խմում ու ամբողջ օրը լացում է։ Աշխարհում ոչինչ այս պահին կարևոր չէ Հենրիից բացի։ Անգելինան լուր տանում է հոգեկան ամենածանր բեռը։ Մերին էլ փորձում է նրան մխիթարել, բայց սխալ բառերը էլ ավելի են խորացնում վերքը։ Անգելինան ստիպված նրան դուրս է անում իր սենյակից։ Հետո նա ստանում է հեռախոսազանգ Աննայից, ով փորձում է հասկանալ, միգուցե Հենրին այնտեղ է, քանի որ Հենրիի մեքենան տեսել են բազմաղբյուրում։ Անգելինան տալիս է բացասական պատասխան, իսկ հետո դուրս է գալիս տանից ու գնում իր ու Հենրիի սիրո վայրը։ Եվ հենց այդ վայրում Անգելինան ընկնում է գետնին ու շագնաց լինում։ Միաժամանակ Աննան, վախենալով, որ Անգելինան կարող է իրեն վնասել, շտապում է բազմաղբյուր։ Նա գիտի այն վայրը, որտեղ շատ հաճախ հանդիպում էին Հենրին ու Անգելինան, դա դարձել էր նրանց սիրո հանդիպման վայրը։ Եվ եթե հիշում եք, հարգելի հետևորդներ, Աննան մեկ անգամ նույնիսկ ուղեկցել է Հենրիին այդ վայր։ Ավագն ու Վիկտորյան ևս դուրս են գալիս տանից, առանց պատկերացնելու, որ միակ բանը, որ հիմա իրականում կարևորություն ունի, դա ժամանակն է։ Ժամանակ, որը արդեն կարող է ուշացած լինել։ Ավագն ու Վիկտորյան ամեն կողմից փնտրում են դստերը, գրեթե վստահ լինելով, որ նա իր հետ ինչ-որ վատ քայլ է կատարել։ Աննան ևս փնտրում է Անգելինային և ինչպես արդեն նշեցինք, նա գնում է հենց այն սիրո հանդիպման վայրը, որտեղ էլ ուշագնաց վիճակում գետնին ընկած է Անգելինան։ Վերջինս ողջ է, բայց վիճակը ծանր է։ Աննան շատ շտապ Անգելինային տեղափոխում է հիվանդանոց։ Անգելինայի վիճակը ծանր է։ Հարգելի հետևորդներ, գրեք մեկնաբանություն։ Արդյոք բժիշկներին կհաջողվի փրկել Անգելինայի կյանքը, թե նա կմահանա, այդպես էլ չիմանալով իր կյանքի մեծագույն գաղտնիքը։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Բացի՛լ է, բացի ասում եմ, աստորեն դու ես հորես գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Աննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում, կամ ինձ եմ տպում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում, հա։ Վերջի զանգի նկարահանումները շարունակվում են։ Այնա բգոն վազել է սովորում, որովհետև ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ, ով ասում եմ, լավ գնում ես կյանք փոխած։ Ինչև ստոպ չտամ, չտաս։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի գնաց։ Stop. Փախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։
Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օդ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ Սուգա ստորիների 10%, Սա դինացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարոպետոն ներքև։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ Դրանով գնալու ենք մեր ստուդիա։ Ուրա։ Դու նկարում իրական։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ սիրում։ Այո, այդոլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասում։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջիզանք հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար։ Կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար։ Օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից ունից դուրս գամ, տենց կռիվների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացեք։ Իսկ Սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակը, ավելի կշռադատված է հարցերին նայում։ Այդ առումով նույնիսկ Սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես էլ մի քիչ այդպես լինեի։ Իսկ ինչով ենք նման, օրինակ ազնվությամբ մի քիչ զգամ էլի։ Հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց Սեմին նման։ Բայց ընդհանուր Սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է, Ուզեք չուզեք հանգիստ չեմ թողել ձեր Հենրին։ Ասենք ես ստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինաս եւ Հենրին նկարում ենք թրենդ ես գոնե։ Ես եմ սկսում թե դու։ Հա։ Հա, ես եմ սկսում թե դու։ Ես գոնե խաղի ժամանակ չեմ սկսում ծիծաղալ։ Ես գոնե պատվոտկա տալուց չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ ու բարձր ծիծաղալով չեմ գալի պլաշատկա։ Причем դրանից հետո 5 անգամ